Եթե Միացյալ Նահանգները նախորդ 3 տարիներին այդ պատերազմը կառավարում էր Ուկրաինայի ակտիվ աչագից կարգավիճակի թերում, ապա այժմ կարող ենք ասել, որ ունեն որոշում կառավարելու միջնորդի թերից։ Հստակ երևում է, որ որոշ Միացյալ Նահանգները որոշում ունի միջնորդ դառնալու։ Ավելի շատ այս բնդումն եմ ես տեսնում Միացյալ Նահանգների գործելավոճի մեջ, քան թե շուտապույտ պատերազմի դադարեցումը։ Շուտապույտ սեղանի շուրջ նստեցնելու բանը հանգամանք երևում է, բայց չեմ կարծում, որ պատերազմը շատ շուտ դադարելու է եւ առավել եւս այս կոնֆլիկտը պիտի երկար տևի, այսինքն նույնիսկ եթե որոշ ժամանակ անց ես չեմ կարծում շատ շուտ, եթե զինադադար լինի, ապա դա չի նշանակում, որ կոնֆլիկտը լուծվեց։ Այստեղ երբ որ խոսում ենք ստրատեգիան մնում է նույնը Միացյալ Նահանգների եւ ընթացքը արագացված է եւ գոշտացված է, ապա այս դեպքում առաջի արդյունքը տեսնում ենք Եվրոպային վերջապես Միացյալ Նահանգներին հաջողվեց Եվրոպային ներքաշել ամբողջությամբ Ուկրաինային օժանդակելու թիրքում, ամբողջությամբ։ Մենք հիշում ենք 3 տարի առաջ կամ 2 տարի առաջ ինչքան դժվարություններ կար Եվրոպայում, ինչքան իներտ էր Եվրոպան, չէր ուզում դերից շարժվել եւ այլն։ Սակայն այժմ տեսնում ենք, որ ահազանգ է Եվրոպայում եւ ուժերի մոբիլիզացում Ուկրաինային օժանդակելու թիրքում կանգնելու եւ ավելին արդեն չի խոսում միայն Ուկրաինայի պաշտպանելու մասին, այլ խոսում է Եվրոպան խոսում է Եվրոպայի պաշտպանելուց է խոսում։ Այսինքն Ուկրաինայի արդեն պաշտպանությունը համազոր է Եվրոպայի պաշտպանությանը։ Ոստի կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները այնպիսի քաղաքականություն է վարել, որի արդյունքում Ուկրաինան մենակ չի մնում։ Թե վերադառնալով կառավարելու կարգավիճակի փոփոխությանը, այսինքն այսօր որ Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որբեսի այդ միջնորդի կարգավիճակի բիդագը գտնի իրեն, այս սրա համատեքստում մենք կարող ենք կոշտ քայլերի ականատեսը լինել, որը տեսնում ենք, կամ որոշ բեմականացումներ, որը տեսնում ենք, եւ ես մեծ հաշվով կարծում եմ, որ այստեղ խնդիրը հետեւյալից է կախված, թե Ռուսաստանը երբ կհանձնվի Միացյալ Նահանգներին, այսինքն Ռուսաստանը երբ Միացյալ Նահանգներին կփոխանցի իր կառավարելի լինելու որոշումը։ Ամբողջ այստեղ Միացյալ Նահանգները խնդիր չի դրել ի սկզբանե քարուքան տանելու այդպիսի խնդիր դրված չի։ Խնդիրը դրված է Ռուսաստանը պիտի ենթարկվի։ Պիտի ենթարկվի Միացյալ Նահանգներին։ Բայց արդյոք եւ այժմ առաջիկա շաբաթները ընթացքում գերեվա ոչ ոք չգիտի Թրամփը ինչ է առաջարկելու այդ բանակցությունների սեղանին, այսինքն Ռուսաստանին ինչ են առաջարկում, դա գավին բարձ չի։ Եվ եթե լինի այնպիսի առաջարկ եւ որ չհամաձայնվի Ռուսաստանը, ապա այլ ընթացքի ականատեսը կարող ենք լինել։ Իսկ եթե Միացյալ Նահանգների առաջարկությանը համաձայնվեց, նշանակում է, որ արդեն Ռուսաստանը որոշել է հանձնվել։ Այդպես է, որովհետև այս 3 տարվա ընթացքում ովքեր որ ասում են Ռուսաստանը նոր հզորություններ ցերկ բերել, այդպես չէ, մենք ականատես ենք եղել դա բազմաթիվ ճակատների նրա թուլացում, բայց ամենավառ երևույթը, որ ցուցիչ է ինքը, դա միջերկրական ափերից, կոնկրետ Սիրիայից, Թարտուսից եւ Հմեյմի հայտնի բազաներից նրանց վրընդվելն է։ Նրանք այս 2 ամիսը ուղղակի խնդրողի թերում են, միջնորդներ են փնտրում, թուրքական կողմին բարբերաբար Մոսկվան ուղղակի խնդրում է, որ ազդեն Դամասկոսի վրա, Դամասկոսի նոր իշխանությունների վրա, որովհետեւ այդ խնդիրը լուծեն եւ իրենք դուրս չկան, բայց այդպես էլ չեն կարողանում։ Գուցե ասել այնինչից որ խոսվել է, որ Ռուսաստանը նահանջում է, ես շարունակում եմ տեսնել այդ նահանջը
Եվ ինչպես ասեցի, այստեղ ամբողջ խնդիրը կախված է թե այս միջնորդի ղեկավարի ժամանակը ինչքան է տևելու Միացյալ Նահանգների եւ եթե արդեն իսկ ինչպես նկատում ենք, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարում է իր ընթերքի հարստությունը մատուցելուց, մենք դրա մեջ եւս մենք հասկանում ենք արգա է մեծ թուլություն։ Դա հզոր պետության ղեկավարի շարժուցև չի։ Ուստի եթե այս կարգավիճակով առաջիկա ժամանակներում Ռուսաստանը սկսելու է ենթարկվել Միացյալ Նահանգներին, ապա Միացյալ Նահանգները մեծ հաշվով իրենց խնդիրը լուծած են լինում եւ թե ինչու Եվրոպային բարդացրվեց այս ամբողջ պերիդակ մտներ, միջայլոց միայն աշխարհակրորեն Ուկրաինայի գեդի մասին չի խոսքը, այսօր եթե հետևում ես միջին արևելքի անցուդարձերին եւս հետևում, այնտեղ եւս հստակ միտում երևում է թե ինչպես Միացյալ Նահանգները ուզում է այլևս քիչ ռեսուրս ծախսել, թողնել իր գործընկերներին, դա լինի Ֆրանսիա, դա լինի Անգլիա, եւ ինքը պիտի գնա դեպի արևելք, դեպի զսպմանը Չինաստանի։ Գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների առաջիկա 10 տարիներին դա է։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։